Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակի բարձրաստիճան երկու պաշտոնյաների քարտուղար Դեն Դրիսկոլի և շտաբի պետ գեներալ Ռեդի Ջորջի այցը Կիև ոչ միայն անակնկալ, այլև բացառիկ է գնահատվում: Պատերազմի ընթացքում նման մակարդակի այցելություններ գրեթե չեն եղել: ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան շփումները սովորաբար տեղի են ունեցել միջնորդների օժանդակությամբ երրորդ երկրներում կամ հեռավար ձևաչափով, նկատում է Reuters-ը: Իսկ Պոլիտիկոն կարծում է, որ Վաշինգտոնը փորձում է նոր լիցք հաղորդել Կիևի և Մոսկվայի ընդհատված բանակցություններին: Մինչ Սպիտակ տունը չի շտապում մեկնաբանելու տեղեկությունը, մի քանի աղբյուրներ միաժամանակ հայտնում են, որ Թրամփի վարչակազմը կողմերի հետ գաղտնի խորհրդակցություններով մշակում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նոր ծրագիր: ԱՄՆ-ի բարձրաստիճան սպաների այցելությունը Կիև դիտարկվում է այդ գործընթացի շրջանակում: Ըստ աղբյուրի, մշակվել է 28 կետից բաղկացած փաստաթղթի նախագիծ, որը կենտրոնանում է 4 հիմնական ուղղությունների վրա՝ ռազմական գործողությունների դադարեցում, անվտանգության երաշխիքներ, Եվրոպայում երկարաժամկետ կայունություն, Վաշինգտոնի հարաբերությունները Կիևի և Մոսկվայի հետ: Տարածքային հարցերին վերաբերող մանրամասները դեռևս չեն հանրայնացվում: Գործընթացը, ըստ լրատվամիջոցների համակարգում և կողմերի հետ համաձայնեցնում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: Նա արդեն մի քանի հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ: Սակայն գործընթացի արդյունավետությունը կախված է ոչ միայն Վաշինգտոնի և Մոսկվայի, այլև Կիևի և եվրոպական գործընկերների արձագանքից: Wall Street Journal-ը հայտնում է, որ Դրիսկոլը նախատեսում է նաև առանձին հանդիպում ռուս պաշտոնյաների հետ՝ գնահատելու, թե ինչ պայմաններում հնարավոր կլինի վերականգնել բանակցությունները: Այս ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Թուրքիա: Euronews-ը հիշեցրել է, որ Կիևն ու Մոսկվան բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Ստամբուլում, սակայն գործընթացը հուլիսից սառեցվել է: Թուրքիա մեկնելուց առաջ Զելենսկին հայտարարել է, որ նպատակը դիվանագիտական գործընթացին նոր լիցք հաղորդելն է և մշակված որոշումները թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ներկայացնելը: Ռուսական կողմը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք բանակցություններին: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է երկխոսության համար, բայց նաև զգուշավոր և շարունակում է հետևել Կիևի և եվրոպական գործընկերների արձագանքին: Այս քննարկումների ֆոնին հրապարակվել է Ռուսաստանի դաշնային բյուջեի նախագիծը, որում ռազմական ծախսերը գերիշխող առաջնահերթություն են: Բանակին և անվտանգության համակարգին նախատեսվում է հատկացնել շուրջ 17 տրիլիոն ռուբլի կամ զգալիորեն ավելի շատ, քան օրինակ սոցիալական ոլորտին: Սա, ըստ փորձագետների, վկայում է, որ Մոսկվան, հակառակ դիվանագիտական ջանքերին ու բանակցություններին, ռազմական պատրաստվածությունը շարունակում է գերակա համարել: Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր